Այսօր ես ձեզ կպատմեմ սովետական ղեկավարներից մեկի մասին, ում հանելուկային կերպով սպանում են։ Ես պատմեմ նրա մասին, իսկ դուք փորձեք գուշակել, թե ում մասին է խոսքը։ Հանելուկ։ Նա այն մարդն է, ով սովետական բռնաճնշումների ժամանակ կարողացել է մեր մտավորականներին փրկել, որ չգնդակահարեն։ Նա կարողացել է կազմակերպել Կոմիտասի հուղարկավորությունը այն ժամանակ, երբ Բերյան ասում էր մենք տեր թաղելու փող չունենք։ Նա Դիլիջանում ուներ հսկայական առանձնատուն, որտեղ ապրել է ընդամենը մեկ գիշեր, երբ Երևանից գնում էր Թիֆլիս, որովհետև Բերյան էր կանչել։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Բերյայի կաբինետում լսվում է կրակոց եւ մեր ղեկավարը մահանում է։ Գիտես չէ, որ ես վերջերս թուղթ էի գտել, որտեղ փորձագետները գրել էին, որ եթե իրականում ինքնասպան է եղել, ուրեմն 2 մետրանոց ձեռք է ունեցել։ Այսինքն 2 մետր էր հեռավորությունը զենքի, որ գլխին կրակել են, չգիտեմ դա ինչքանով է ճիշտ։ Կոմենտներում գրեք, թե ում մասին է խոսքը։ Անունը գրելուց հետո գրեք, թե դուք ինչ գիտեք նրա մասին։ Գրեք, մենք էլ կրթվենք եւ լինենք տեղեկացված։